Ասենք օրինակ սա նաև Նիկոլ Փաշինյանի իրավունքներն էլ է սահմանափակում, իրանք անզգույշ քայլ են անում։ Օրինակ իրանք հաշվի առնելով, որ ինքը կարող է ասի հերիք է, էլի ես այս ժողովրդին տանջեմ, ու ուզենա մի հատ ստեղծի հերիքնած դաշինք։ Հիմա ասենք թե այդ դեպքում ինչ ալելու, ասենք այդ հերիքնած դաշինքը գրանցվելա թե չէ, որովհետև կարող ասեն դա կնոջ անձնանունա չի կարելի այդ դաշինքով բանել։ Դե հիմա ամբողջ խնդիրը այն է, որ իրանք այդ որոշումը կայացրել են, երբ որ նախագահի համալրով ընտրության օրը սահմանված է, հայտարարել են այն ժամանակ, երբ որ արդեն ստեղծվել է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք, իսկ այդ դաշինքի անվանումը 3 քաղաքական կուսակցություն միաժամանակ ստեղծել է։ Եվ իրենք այդ որոշումը փորձում են կանգնացնել արդեն կայացած դաշինքի հետո։ Բացի դրանից, որոշումը կայացնումը, տեսեք, պետք է քանի ասպեկտներ է։ Որոշումը կայացնումը ընդամենը մեկ խմբակցություն, մենք ասում ենք, չէ, ազգային ժողովը։ Բայց պետք է ընդունենք, որ ազգային ժողովում այդ որոշումը կայացնելու ընդամենը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը իր հերթին արդեն հայտ է ներկայացրել ընտրությունների մասն, նույնիսկ ցուցակն է հրապարակել, իր նախընտրական ծրագիրն է հրապարակել։ Եվ ինքը արդեն ընտրական գործընթացի մյուս առանցքային մրցակցից, որից ակնհայտորեն զգում է, որ պարտվում է, դրան թույլ չի տալին իր նախընտրած ձևով ընտրությանը մասնակցել, որևէ բացատրություն գոյություն չունի։